Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի դեռևս պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Խոսենք պարգևավճարներից, որոնք ընտրություններից հետո տրվում է իշխող թիմին, նախ տեղեկացանք, որ ազգային ժողովի հեռացող արդեն նախագահը պարգևատրումներ է բաժանում, նախ Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգևատրումներ տրվեցին, հետո արդեն կրկին տեղեկացանք, որ պարգևատրումներ կան արդեն աշխատակազմին, ինչով է պայմանավորված, մի քանի օր առաջ նաև 5 միլիարդ դրամ հատկացվեց պետական ապարատի պարգևավճարների համար, կառավարության համապատասխան նախագծի համաձայն խրախուսումը կտրամադրվի կատարողական գնահատման նոր պիլոտային համակարգի շրջանակում, գումարը կբաշխվի այն պետական մարմինների միջև, որոնք գնահատվել են նոր չափորոշիչներով, այսինքն հնարավոր է, որ կրկին պարգևատրում ստանաք նաև դուք պատգամավորներդ։ Ընդհանուր առմամբ ինչու է խրախուսում Թիմուր Փաշինյանը ընտրություններից անմիջապես հետո։ Նախ պարոն Սիմոնյանը այո պարգևավճարները հատկացրել, դա արվում է ամեն տարի Սահմանադրության օրվա հետ կապակցությամբ, ամեն տարի դա եղել է մեկ աշխատավարձի չափով։ Դա ստացել ենք։ Հիմա կառավարությունը որ որոշում կայացրել է, չի ես լավ չեմ մնում որոշման նպատակների ծանոթ չեմ, ամենայն հավանականությամբ պատգամավորներ են մտնում այդ ցանկի մեջ, բայց մենք, որ արդեն որ հեռացել ենք մտնում ենք թե չէ, ես չեմ կարող ասել, առաջիկայում այդ հարցի պատասխաններ կունենանք մինչև ամսի 2-ը։ Ամեն դեպքում դուք պարգևատրում ստացաք ազգային ժողովի նախագահի կողմից։ Ազգային ժողովի նախագահի կողմից ամենամյա այդ տարբերակով, որ մենք ստանում ենք Սահմանադրության հետ կապակցությամբ, այո, ստացել ենք պարգևավճար։ Բայց երկու անգամ փաստորեն պարգևավճար տրվեց։ Չէ, երկրորդ անգամ մենք պարգևավճարը հատկացրել բանը աշխատակազմին։ Մենք մի անգամ ենք ստացել։ Հիմա ես չեմ կարծում որ շատ սարսափելի բան է պարգևավճարներ տալը։ Իսկ ինչու է Փաշինյանը ցանկանում պարգևավճար տալիս թիմին, աշխատողներին խրախուսել։ Դե ինքը հացը պատասխանատվել է մի քանի անգամ, որում որ ասեմ շատ դեմ եմ իր հիմնավորմանը, չէ, ճիշտ հիմնավորումներով ասել թե ինչ նպատակներով են հատկացվում այդ պարգևավճարները եւ ինչ գումարներից են հատկացվում։ Ես այդտեղ ասենք չեմ կարծում որ ինքը շատ խոցելի վարչապետը շատ խոցելի դիրքերում է։ Իսկ ինչպեսին եք պատկերացնում խորհրդան առանց ձեզ 9-րդ գումարումը շուտով կմեկնարկվի։ Թող իրանք պատկերացնեն առանց ես ընդ չեմ ելնել իրենց համար դժվար է ինչ կոստում է։ Դժվար կլինի իրենց համար։ Դե չէ, կատակում եք իհարկե, ամփոփել մարդիկ չկան, խորհրդարանը թող աշխատի։ Ես բանը լավ չեմ տրամադրված անկեղծորեն ասած, որովհետև փաստորեն խորհրդարանում հայտնվել են 3 խմբակցություններ, որոնց ես համարում եմ մանդատագող խմբակցություններ։ 3-ը միասին մասնակցել են ձեռքի տված ինչ-որ իմաստով Բարգավաճ Հայաստանի մանդատների գողությանը եւ ավարը բաժանել են իրար մեջ 3-1-1 իշխող ուժը եւ ներողություն իշխող ուժը եւ ուժը Հայաստանը այդ գործընթացին մասնակցել են կամա, իսկ Հայաստան Դաշինքը այդ գործընթացին մասնակցել է ակամա։ Հետեւաբար տեսնենք այդ մանդատագող խմբակցությունները որքանով կաշխատեն ի նպաստ պետականության եւ ժողովրդի։ Բայց ինչու եք մեղադրում ընդդիմության այս պահում, այս հարցով։ Որովհետեւ իրանք էլ վերցնելով մանդատներ, 5 մանդատը որ պետք է հասնեն Բարգավաճ Հայաստանին, բաժանվել հետեւած ձևով։ 3 իշխանությանը, մեկը ուժը Հայաստանին, մեկը Հայաստան Դաշինքի։ Իրենք պետք է հրաժարվեին մանդատներից։ Այո, իրենք պետք է հրաժարվեին մանդատներից, որ չդառնային մանդատագող։ Հիմա իրանք դառել են մանդատագող։ Հիմա տենակ այդ մանդատագողությունը իրանք իհարկե դա շատ տարօրինակ կլինի։ Ի նպաստ պետականությանը կծառայեցնեն, թե ոչ, կերեւ առաջիկայում։ Ես խիստ կասկածում եմ։ Բայց հարցը, եթե նրանք մանդատները չվերցնեն, ինչ է լինելու խորհրդարանում։ Եթե իրենք մանդատները չվերցնեին, ապա խորհրդարանում լինելու հետեւյալը։ Այս գումարման ընթացքում Փաշինյանը երբեք չէր կարող ունենալ սահմանադրական մեծամասնություն։ Իսկ հիմա ինքը շանս ունի։ Իսկ հիմա ինքը շանս ունի այլ ընդդիմադիր ուժերի մտնեին խորհրդարան։ Չէ, կա օրենքներ են խոսում են այդ մասին։ Չէ, խոսում են մանելանում, այդ խոսալով չի։ Ուրեք ոչ թե հրաժարվում են մանդատներից, այլ չեն վերցնում եւ վերջ, այդտեղ դատական մնում։ Քան բան։ Ձևերը կա։ Դա մանևրները։
եթե բարգավաճ, ես միշտ էլ ասում եմ, միշտ էլ էին, չէ, հələ երբ որ բարձր բարգավաճ Հայաստանի ճակատագիրը, անդիմադի դաշտի քննարկումների ժամանակ կարծիքները բաժանված են երկու մասի, հիմա հավասար թե ոչ հավասար չգիտեմ, բայց ասում եմ, որ մի մասը ասում է, որ պետք է վերցնել մանդատները, մի մասը ասում է, որ չպետք է վերցնել մանդատները։ Ես իհարկե կողմ եմ, որ մանդատները վերցնեն, որովհետև բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինք գրում էր 44 մանդատ է դեպքում, 44-61-ի դեմ, դա հսկայական մեծ ուժ էր իրենից ներկայացնում։ Դե տեղի չունեցավ, ես այն ժամանակ կողմ էի, որ վերցնեն, բնականաբար։ Իսկ այս պարագայում ես դեմ եմ, որ վերցնեն։ Տեսեք, այն անհանգստությունը, որ ես ունեմ, որ այս գումարման ընթացքում իշխող քաղաքական ուժը կարող է պատահել նաև հասնել վիճակին, որ սահմանադրական մեծամասնություններ ունենա։ Այս անհանգստությունը նաև ունեն ըստ էության ուժեղ Հայաստանի գործընկերները։ Ինչու՞ով է դա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ մի 100 քանի հոգի իրենցից ինքնաբացակ են ներկայացրել։ Այսինքն իրենք էլ գիտեն, որ կարող է պատահել լինել այնպիսի անհատներ, որոնք չդիմանան իշխանության ճնշմանը եւ փաստորեն դուրս գան խմբակցությունից եւ հանդես գան որպես անկախ падգամավոր ճակատների մեջ եւ հետեւաբար բարձր շարունակությունը որոնա։ Այսինքն իրենք էլ այդ անհանգստությունը ունեն։ Հիմա որ իրենք այդ ֆիլտրը որ անում են, արդյոք մնացածների վրա իրենք 100% վստահ են։ Դու եթե 100% վստահ են, ապա հուսանք, որ այդ մանդատագողության բանը խարանը իրանց վրայից կհանեն ծառայելով պետականությանը եւ ժողովրդի շահերին։ Դուք կարծում եք ԿՊ-ից ճնշումներ կլինեն նրանց վրա, որ իրենց կողմը բերեն։ Ես չեմ կարծում, ես համոզված եմ։ Համոզված եք, որ այդ ուղղությամբ քայլեր են արդեն։ Իհարկե, ինչու՞ մասնացած։ Արդեն արվում են նրանք, ովքեր որ անկոտրելի են, իրենք հայտնվելու են համապատասխան տեղ։ Իսկ նրանք ովքեր վրա կարող են ինչ-որ բաներով լծակներով ճնշումներ գործադրել, ու սպասում են իրենց բանի ժամին։ Բայց Ամվել Կարապետյանն, Նարեկ Կարապետյանն ասում են, որ իրենք վստահ են իրենց թիմի վրա։ Եթե իրենք վստահ են իրենց թիմի վրա, բա 100 քանի հոգի են ինքնաբացակ հետարարել։ Եթե իրենք վստահ են իրենց թիմի վրա, բա 100 քանի նկատում падգամավորներին, ովքեր որ խորհրդան են մտնելու, հիմա ցուցակում շատ մարդիկ կարող են։ Հա, բայց նրանց կարող էին գնդակահար էին, իշխանությունը կարող նրանց մորթեր հանել, հետևինները գային, པարզ չի դա։ Դա նշանակում վստահ չէին։ Բայց ի՞նչ կա, դժվար են հանել։ Հա, հանել են, բայց պահել են նրանց, ովքեր վստահելի են։ Շատ լավ։ Մեծագույն հաճույքով կընդունեմ, որ ես սխալվել եմ, որովհետև այդ դեպքում պետությունը շահելու է դրանից, եթե իրանք մնացին իրենց դիրքերի վրա։ Ես համոզված եմ, որ չեն մնալու իրենց դիրքերի վրա։ Հիմա ես ասում եմ, ինչպես ասել եմ, ընտրությունից առաջ եմ ասել, որ եթե միասնական ճակատով չգնաց ընդդիմությունը, ապա սատկացնելու է, սատկացնում է։ Հիմա չեք ափսոսում, որ դուք խորհրդանում չեք լինելու որպես падգամավոր։ Չէ, ես ինչ անշանք չեմ ափսոսելու։ Եթե դա խոսքը վերաբերում է քաղաքական ասպես կեսվածքին պայքարին եւ այլ, պատահի չի խորհրդանում լինես, եթե դու ասելիք ունես իհարկե։ Եթե դու ասելիք ունես, եթե դու լսելի ես, եթե մարդիկ ուզեն քեզ լսեն, ապա պատահի չի որ լինես խորհրդանում։ Կա խորհրդանից դուսնես, ելից բաղես քաղաքականությամբ։ Կփորձենք բանասանել։ Բայց դա սահմանափակվում են հարցազրույցներով։ Դա մեն դեպքում կուսակցական գործունեություն կա։ Հա, դե բոլոր դեպքերում բոլոր ուժերը չեն հայտնվում խորհրդանում։ Նրանք ովքեր որ չեն հայտնվում խորհրդանում, ինչա դուրս են գալիս քաղաքականությունից, չեն։ Դե մեծամասամբ այո։ Քաղաքականությունից պարոնացանի իմ դուրս գալու այսպես կոչված հանգամանքը պետք է հաստատվի ժողովրդի կողմից մեր նկատմամբ ուշադրության համապատասխան ջերմաշրջանով։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եթե դուք մեզ չհրավիրեք հարցազրույցների, այսինքն մենք հետաքրքիր տեսակետներ չհայտարարենք մեր Facebook-յան էջերում, դա հետաքրքիր չլինի ձեզ եւ մյուս լրագրողներին, մեզ չհրավիրեք հարցազրույցների, նշանակում է մենք արդեն ժողովրդի մոտ մեր տեսակետները, մեր մոտեցումները հետին պլանավորում։ Այսինքն սահմանափակվեք հարցազրույցներով։ Դե հա, բայց ինչ պիտի անենք։ Մենք ծով։ Եթե հարցազրույցների չկանչեք, մի ժամանակ փորձենք բան կանենք։ Պատասխանատվություն լրագրողներից վրա է։ Լայվերով, մայվերով մենք փորձենք ասենք ժողովրդի տեսեք, այս բանը լրագրողները ծախվեցին, մեզ հանճարներից չեն կանչում հարցազրույցի, մենք հիմա լայվերով դեր հետ խոսենք։ Լայվերով խոսենք, նրանք 3-4 հոգի դիտողակ, ասենք գնացինք։ Բայց ամեն դեպքում եթե ակտիվ դու բանը հավերժ ոչինչ չկա։ Գործողություններ եթե ակտիվ լինեն Փաշինյանին հեռացնելու ծրագիր լինի մշակված կմիանաք նրանց։ Եթե ծրագիրը առարկայական լինի եւ հիմնավոր եւ ոչ թե այն հալը ձևով որով հալա ուժեղ Հայաստանը շարժվում է, ապա կմիանանք իհարկե։ Իսկ այն կազմը, որ հիմա կա խորհրդանում ձևավորված, այսինքն դեռ չի ձևավորել, բայց ամեն դեպքում պարզ է, որ եթե տեխնացություն առաջարկում տվյալ անձանց իրենք էլ կանցնեն խորհրդարանում որպես նախագահ, որպես փոխնախագահ, ինչպես կբնութագրեք։ Հաստատ Ռուբեն Ռուբինյանը տեխնացուն ազգային ժողովի նախագահի, Հայկ Կոնջորյան եւ Վահագն Ալեքսյանյանը փոխնախագահներ։
Սա մենակ քաղաքական գնահատական կարող եմ տալ, Նիկոլ Փաշինյանը թիկունքը ամրապնդում է, որ ունի նախագահություն, ազգային ժողովում, որը ընդգծված հակառուսական եւ բավականին ցայտուն թուրքամետ դիրքորոշում ունի։ Նախկինում այդպես չէր։ Չէ, Ալեն Սիմոնյանը ընդգծված հակառուսական էր։ Ալեն Սիմոնյանը իսկական ազգային ժողովի նախագահ էր։ Երբ որ պետք էր գնահատական էր տալիս ռուսական այս կամ այն համապատասխան իհարկե Պաշտոնյայի գնահատական արտահայտություններին, ինքը երբեմն ես համաձայն եմ եղել գնահատականների, երբեմն համաձայն չեմ եղել գնահատականների, բայց ինքը դες չէր որ ընդգծված հակառուսականների ազգային ժողովի նախագահ էր եւ նաեւ երբեմն իր հավասարակշռված ելույթներով այս սուր բաները հարթում էր, ոչ նա ընդգծված հակառուսական չէր։ Ռուբինյանը ընդգծված հակառուսական։ Իսկ Թուրքիայի մասով ինչպես ձևակերպեցիք թուրքամետ։ Եվ նաեւ թուրքամետ այո։ Այս դեպքում նաեւ բանակցող է եղել դրա համար։ Դե իր պահվածքից, իր կենսագրությունից, այո, նաեւ բանակցող է եղել, նաեւ այդ բանի համար մի հատ ռուսամետին չէ վերցնելու Թուրքիայի հետ բանակցող։ Հիմա իր տեսակետները դա է։ Ասենք օրինակի համար, երբ որ հարց լինի, ուզում ես դառնալ, երբ որ հարց լինի, ներողություն եմ խնդրում Ռուբինյանից, բայց ենթադրենք թե հարց լինի, պարոն Ռուբինյան, ձեր որոշելիքն է, մենք դառնում ենք Ռուսաստանի վիլայետ, թե դառնում ենք ներողություն Թուրքիայի վիլայետ, թե դառնում ենք Ռուսաստանի ծայրագավառ։ Ո՞րն եք ընտրելու։ Ինքը ընտրելու է Թուրքիայի վիլայեթը։ Բայց քանի որ մենք գտնվում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջտեղում, մենք չենք գնելու ծայրավիլայետ, մենք գնելու ենք կենտրոնական վիլայետ։ Եվ այդ կենտրոնական վիլայեթը երկու կողմից ջերմեռանց սիրո արդյունքում վերանալու է։ Ծայրագավառի դեպքում մենք շանս ենք ունենալու, որպես պետականություն գոյություն ունենալու։ Հիմա իշխող թիմն ասում է, մենք ընտրության առաջ չենք ծայրագավառի եւ վիլայեթի։ Մենք մեր երկիրը կառուցում ենք 29743 կիլոմետր եւ տեղավորվում ենք այդքանում, առանց որևէ երազանքներ ունենալու։ Իշխանությունների գերնպատակը, այսօր գերնպատակը համար առաջին նպատակը Եվրոպայի ճնշման տակ Ռուսաստանին տարածաշրջանից քշելն է։ Իրանք այդ ճանապարհին, այդ գործընթացում գործիք են։ Հիմա ոնց ուզում են փաթեթավորեն, չփաթեթավորեն, բան, կապ չունի։ Հակառուսական տրամադրության սերմանումը, Ռուսաստանը ճշտամի սարքելը, ինչ որ մեկը ինչ որ ինֆորմացիա, ասենք բանա, խոսքս Անդրանիկ Թեբանյանի կամ այդ աղջկա մասին, հա, ինչ որ ենթադրյալ ինֆորմացիա, բանը, ինչ ինֆորմացիա չեմ անում, չեմ պատկերացնում։ 600,000 թշնամական պետությանը, ոչ թե դաշնակի, թշնամական պետությանը, ասենք ինչ սարքում է թշնամու կերպար, հետո թշնամու կերպարի հետ ով շփումներ ունի, դառնում է ինքն դառնում թշնամի։ Այդ ամեն ինչը այդ ընդհանուր ծրագրի ներքո է։ Ռուսաստանին քշել տարածաշրջանի դա Մակրոնի ծրագիրն է, Մակրոնների ծրագիրն է։ Մակրոնը հիշում եք որ Մակրոնը ժամանակին գիտական տվեց Թուրքիային, Մակրոնը որ ժամանակին Արցախը տվեց Ադրբեջանին։ Այդ Մակրոնի մասին է խոսքը։ Հիմա ասում եք Փաշինյանը իր թիկունքն է ամրացնում հակառուսական դրամատրությունների համար, բայց մյուս կողմից գնում է Ռուսաստան, ասում է պետք է զարգացնենք ԵԱՏՄ-ում մեր տնտեսական շարժը, գործունեությունը։ Դե դրամա Պուտինը վերջի հանդիպման ժամանակ ինքնաստեղության ասեց, որ պարոն Փաշինյան, ես ձեր հետ չեմ խոսալու, ես խոսալու եմ հայ ժողովրդի հետ։ Ինքը եւ դիմեց հայ ժողովրդին ասեց, այսինքն հա վերջ ասեց, հա, սեր հայ ժողովուրդ, սենց է իրերի դրվածքը։ Դուք պետք է կողմնորոշվեք, որ մենք էլ կողմնորոշենք, թե Ծիրանը որտեղից առնենք, այդ համով պամիդորը մենք առնում ենք, ուտում ենք, ինչով փոխարինենք, մենք չենք կարա քնենք հելենք, այսօր տնտեսական քաղաքականություն որոշենք, թե ոնց ենք անելու։ Մենք պետք է 5 տարի, 6 տարի առաջ որոշենք, թե 6 տարի հետո Ծիրանը որտեղից ենք առնելու, պոմիդորը որտեղից ենք առնելու, չգիտեմ ինչը որտեղից ենք առնելու։ Հետևաբար խնդրում եմ ձեզ, դուք մեր եղբայրական ժողովուրդն եք, այդ դիրքորոշումը արտահայտեք ժամանակին, որը բնականաբար նաև ուզում ասեմ, որ ունենող տնտեսական հետևանքներ, որովհետև մենք չենք կարա չլինենք մի տնտեսական մաքսային միության մեջ եւ այն արտոնությունները, որ մեկը մյուսի հանդեպ ունենք, պահպանվի։ Բայց Միշուստինն ասում է նոր կառավարության հետ կաշխատենք։ Ասենք եթե հիմա մենք մտնենք Եվրոմիություն, Ռուսաստանի կառավարությունը վեր չի աշխատելու, ելի աշխատելու է, տալու։ Աշխատելու է։ Բայց ինչ պայմաններով, բայց ինչ պայմաններով, այդ արդեն ուրիշ հարց է, բնականաբար աշխատելու։ Այսինքն վերջնական որոշում կա Հայաստանում արդեն իշխանության մոտ, որ հակառուսական գիծը պետք է առաջ տանել։ Դե արդեն բան էլի 20 տարի այդ գծի վրա է, հետևում է, զգացում է։ Մանավանդ օրենքի ընդունումը շատ վտանգավոր հանգրվան էր։ Այդ համապատասխան օրենքը որ ընդունվեց,
դա բավականին վտանգավոր հանգրվան էր։ Վաղը չեմ հիշում Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ անի, որ եք ընդունել, չկիրարկեմ օրենքը։ Բայց մի քանի անգամ էլ ասලා օրենքի ընդունել ենք, բայց դա չի նշանակում, որ Ժամանակ մենք դասում ժամանակ է դասկասի։ Նայած որ բային ինչ է նպատակամար ասել, դա կասի։ Բայց ես համար հասկանալի էր ինչու այդ օրենքը ընդունվեց եւ այսքան պատմությունների մեջ։ Ոչ, հասկանալի է, մասնակիցն եմ այդ ամեն ինչ, ինչ անգամ հասկանալի է։ Ինչի է։ Երբ որ եթե 24 թվականն է, թե 23, լավ չեմ հիշում թվականը, կարող է 24 թվականն էր։ Երբ որ օրակարգում հարց բերվեց, որ բանը Եվրոմիությանը դիմում գրելու հարցներ եւ այլ, միակ падգամավորը խմբակցությունը, որ դեմ խոսեց, դա ես էի։ Միակ падգամավորը, որ դեմ խոսեց, դա ես էի։ Ես չեմ ասում միակ падգամավորը դեմ էր, բայց որ դեմ արտահայտվեց։ Արտահայտվել եք։ Եվ հետո դրանից հետո մի շաբաթ հետո նորից քննարկում եղավ, այս անգամ ոչ մեկը կողմ չէր։ Եվ լիքը մարդիկ էլ դեմ էին արտահայտում, լուրջ պաշտոնյաներ դեմ էին արտահայտում։ Փաշինյանը մնաց մենակ եւ խաղարկեց թուրքական գամբիտը։ Արամ Սարգսյանով բանով վերեց նախագիծը եւ թիմին կանգնեցրեց փաստի առաջ։ Օրենք ընդունել։ Խմբակցությունում էին դեմ։ Այո, խմբակցությունում եւ կառավարությունում էր։ Կառավարություն եւս եղավ։ Չեմ հիշում Նիկոլ Փաշինյանից բացի ով էր կողմ։ Այդ քննարկման ժամանակ չեմ հիշում ով էր կողմ։ Չէ, ես նկատի ունեմ, երբ որ դուք ասում եք, որ ես մասնակից եմ, դա հասկանալի է, բայց Փաշինյանը ինչու գնաց այս ամեն ինչին։ Հատկապես եթե թիմում կային լուրջ անհանգստություններ։ Որովհետեւ ինքը ծրագիրն է իրականացնում Ռուսաստանին, Հայաստանի, Արմենիան, այս տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրն է իրականացնում։ Ինքը ծրագիրն է իրականացնում, ուզում եք թե չեք ուզում, ավելի սաստապելի բան կարամ ասեմ, չեմ կարող բառեր գտնել, որ ասեմ ավակի։ Ինքը ծրագիրն է իրականացնում։ Հիմա փաստորեն օգոստոսի 2-ին ազգային ժողովի 9-րդ գումարումը կմեկնարկվի եւ ինչպես գիտենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը, արդեն իսկ մամուլում տեղեկություններ կան, որ իշխող թիմը չի պատրաստում հրավեր ուղարկել վեհափարին, նաեւ Մայրաթորից են ասում, որ դեռևս հրավեր չի ուղարկվել եւ փորձելու են բացատրել, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջ է, այլ գրված է, որ իրավունք ունի ելույթ ունենալ, այսինքն ամեն ինչ անելու են, որ նա չմասնակցի։ Այսինքն հրավեր չեն ուղարկելու։ Լոյակ չեն ուղարկելու, ոզի վրա չեն ճանաչում իրավունք որպես կաթողիկոս հրավեր ուղարկեն։ Չեն ուղարկել, չնայած կարող են ինչ-որ լուծում գտնել, եթե դա շատ կարևոր է, բայց միշտ կմսե որ իմպերատիվ պահանջ չի, հիմա իրանք բնականաբար չեն հրավիրել։ Ես չեմ կարծում որ իրենք գաղափարից Բայց ամեն դեպքում հետ չեն կանգնել, բայց հանգստություն է։ Հիմա Փաշինյանը որ փուլում է մարդկանց բռնելու, կալանավորելու, այն խոստումները, որ տվել է ընտրություններից առաջ, դա իրականացնելու։ Ընդդիմադիր դաշտը վերացնում է, պայմանական ավանենք ռադիկալ ընդդիմադիր դաշտը ինքը վերացնում է, թողնի փափուկ ընդդիմադիր դաշտ Արամ Սարգսյան, Լևոն Շիրյան եւ այլ։ Բայց ինչպես է վերացնում ռադիկալ ընդդիմադիր դաշտը։ Մի քանի հոգու կալանավորելով վերացնում է։ Ինքը նպատակն է հետապնդում։ Ես չեմ կարծում, որ ինքը հաջողությունը կհասնի, բայց այդ նպատակը հետապնդում է։ Լուրջ հարվածներ այո կհասցնի, շատ լուրջ հարվածներ կհասցնի։ Հիմա թե արդյունքները ինչ կլինի, դա կերևա։ Ռադիկալ ընդդիմությունը ինչով է այդքան անհանգստացնում Փաշինյանին։ Ինչ կարող է անել։ Նոր է վերընտրվել, ամրացրել իր դիրքերը, հիմա ինչ պետք է անեն այս մարդիկ, որ նա ուզում է անպայման նրանք ճաղերի հետևում հայտնվեն։ Ինքը պատրաստվում 31 թվականի ընտրությունների էին։ 31 թվականի ընտրությունները պատրաստվում, ինքը ուզում է 31 թվականի ընտրությունների գնա ոչ Սամվել Կարապետյանների արդեն որտեղ հոգնեցնի ժողովրդին։ Հները բաման ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ։ Ինքը ուզում է այնպես անի, որպեսզի 31 թվականի ընտրությունների գնա, այսպես կոչված մնացած ընդդիմադիր ուժերի հետ եւ հիմնականում Արամ Սարգսյան, Լևոն Շիրյան, Արման Բաբաջանյան եւ այլ նմանատիպ ուժերի հետ կային մի քոքել կային ահագին լավ ձայն հավաքեց տղա ինչ Սուրեն Պետրոսյան բանը որ կար շնորհապետական գուսակցությունը օրինակ այդ ուժերը մնան քաղաքական դաշտ Սիմոնյանի թվում լավ չեմ հիշում ազգանա շնորհապետական անունը հիշում եմ գուսակցության այդ ուժերի հետ գնա ընտրության հիմա ինքը նաև այդ խնդիրն է լուծում ասենք հիմա եթե ուժը Հայաստանի այսինքն ինքն է որոշում թե ով լինի ընդդիմություն ով չէ ինչպեսի ընդդիմություն է ուզում ունենալ ինչպեսին չունենալ բայց կարողանա կարծում եք ասում եք հնարավոր չի ստացվի եթե ուժը Հայաստանը սենց էլի բանը դրոշակը ձեռքը դրի վազի առաջ մասիսներով բաներով չգիտեմ որտեղ է ասի որ ես եմ
Դևին սպանելու, իհարկե Նիկոլ Փաշինյանը կհաջողի այդ դեպքում։ Իսկ եթե ընդդիմադիր, եթե ուժեղ Հայաստանը կարողանա ընդդիմությանը համախմբի մի դրոշի ներքո, ոչ թե իր ենթակայության ներքո, որ կինոյի տաղեն ինքը լինի, ապա Փաշինյանը չի հաջողի։ Այսինքն ինչ պետք է անի, որ չի արել հիմա։ Ընդդիմադիր Հայաստանը ինչ արել է, ինքը թարս արել։ Ասել է ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ։ Այսինքն մինչև Սամվել Կարապետյանը գալը Հայաստան որպես քաղաքական գործիչ, Հայաստանի քաղաքական դաշտը ամայի էր ու անտեր էր։ Չկային մարդիկ, որոնք կարող էին հավակնել այդ ամեն ինչին։ Միայն, այդ միայն բառը լուրջ խնդիր առաջացրեց։ Չէ՞ որ եթե տեսնում եք, բավական շատ ձայներ հավաքեցին իրենք։ Հայաստան դաշինքները բավական լուրջ ձայներ հավաքեց այդքան ճնշումներից հետո։ Իսկ եթե հանկարծակի մի հատ համախմբում լիներ, Հիմա ում պետք է համախմբել, որ չի համախմբել օրինակ։ Ընդդիմադիր դաշտի բոլոր այն ուժերին, ովքեր ոչ միայն խորհրդարանական, այլ ընդհանրապես։ Իրենք ասում են երրորդ վերջին 3 նախագահների հետ չեն ուզում համախմբվել, որպեսզի ասոցիացումը չլինի նրանց հետ։ Ստում են, որովհետև ասում են, մենք ասենց ասում ենք, որ Վահագն Ալեքսանյանին խաբենք։ Վահագն Ալեքսանյանը չիմանա, որ մենք այս ամեն ինչն անում ենք, որ հետո միավորվենք, հետո կմիավորվենք։ Ստում են իրանք։ Բայց հետևաբար ասում եմ ուխտը նստած կուզես ման գալիս։ Բացահայտ ասեք դե տեսակետը եւ բացահայտ գնայիք բան։ Երբ որ այդ ամեն ինչի մեջ ուժեղ Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան եւ այն փոքր ուժերն էլ որ մտնեին այդ ամեն ինչի մեջ, որոնք պետք է գնային եւ 4 ամսով ժամանակավոր կառավարություն ստեղծեին եւ անկախ իրենց ձայներից հավաքած իրենք այդ ժամանակավոր կառավարության մաս էին կազմելու, այդ դեպքում այդ ուժերը, որոնք չէին կարող վստահ չէին, որ 4% շեմը գաղթարին, դուրս կգային, իրենց համակիրներին կասեն ձայները տվեք դե։ Հիմա որ դրած պլանը չհրաժարակում ամենից սխալն է ձայները կասեն տվեք դե, եւ հետո որովհետեւ սերելի Հերմինե մենք գնում ենք 4 ամսով ժամանակավոր կառավարություն եք ստեղծում, այն ժամանակ դրանից հետո ընդդիմություն մենք հանդես գանք մենակ եւ մեր ծրագրով կներկայանանք քո դատի եւ ժողովրդի դատի առաջ։ Դե չարեցին էտի։ Ասին մենք ենք ախպեր, դուք ով եք, Ժիրասեֆիլյան։ Արա իմանուն չեմ տալիս, Հակոբ Ասլանյանին չեմ տալիս, մենք իրապես ով ենք։ Ես չեմ ես կարևորում, բայց լուրջ տղաներ կային, լուրջ քաղաքական գործիչներ կային, բանման։ Դուք հերեք, ինչու՞ ձայն չստացան նրանք։ Եթե այդքան լուրջ քաղաքական ուժեր էին եւ նրանց միացումը դեր էր խաղալու։ Ստացան, քիչ էլ չստացան։ Այդ իրավիճակում 10,000 ձայն։ Դե ամեն դեպքում շատը չստացան։ Հա դե բա ինչ անենք, բա ինչ։ Բա ասեք դու ես ասես որ այսօր գա քաղաքական ուժ ստեղծի եւ իշխանությունը վերցնի Դևին սպանի դառնա ինքը բան, հակականակ առաջացրել իր նկատմամբ։ Բայց նաեւ վստահություն չէ պետք է լինի, երբ որ ուժերը միավորվում են, որ ինչ որ պայից այլ գործընթացներ չեն ձևավորվի։ Միավորվում են ճակատով, միայն ճակատով, որ գնում են 4 ամսով ժամանակավոր կառավարության։ Եվ այդտեղ ուժեղ Հայաստանի համար ստեղծվում են իդեալական պայմաններ երաշխավորված իշխանության գալու համար, որովհետև եթե հիմա ինքը այսքան ձայն հավաքեց, պատկերացնում եք, չլիներ ռեպրեսիվ ապարատը, չլիներ վարչական ռեսուրսը, ինչքան ձայն կհավաքեր ուժեղ Հայաստանը, գավաքերը 60%, մյուս ուժերն գավաքեին 5%, 7% բանան դառնալ առանցքապեի իշխանություն կդառնար։ Բա թող աներ էդի այդ པարզ բանը քաղաքական հաշվարկը, էդի հոսանքի բաները չի որ հեծը չի որ կառավարես, հեծ ուրիշ ձև են կառավարում, քաղաքականությունը ուրիշ ձև է, մոլեր ուրիշ ձև են կառավարում, դա տարբեր բաներ են։ Դե չարվալու է այդ ամեն ինչ։ Հիմա նույնիսկ նույն ձևը շարունակում են։ Նույնիսկ նույն ձևը շարունակում։ Եթե փոխանակ բանաձև ներկայացնեն, որ բոլոր մի 10-15 ուժ որ կան, ասենք, քիչ թե շատ հայտնի միավորեն հավասար է իրավունքներով։ Հա, ինքը ֆինանսական միջոցներ ունի, թող մի քիչ շատ ֆինանսական միջոցներ ներդնի։ Վաղը չեմ ասել արդար ընտրություններում իր դիրքերը ավելի ուժեղ կլինեն։ Եվ թող ինքը գա ներկայանա եւ տարայի ժողովրդի իշխայերին։ Այս ձևով չի լինի։ Չեղավ ու չի լինելու։ Հիմա դրա համար Նիկոլ ինչի է շարունակում այդ ամեն ինչը, որ 31 թվականը իրանք բան չանեն։ Ունես գլուխ չբարձրացնեն։ Հիմա Գագիկ Ծառուկյանից ինչու սկսեց։ Հատկապես երբ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան չէր մտել եւ հասկանալի էր որ նա ինչ պետք է հետո։ Դա իր հետ կապված է։ Գագիկ Ծառուկյանը եղավ թուրքետը, փաստորեն ըստ էության 4%-ից կոմենկոմը եւ դամար ինքը կենտրոնացած իր հարվածներ իր վրա, որովհետեւ ժողովուրդը այդ ամեն ինչը ժողովրդի համար անցալի լինի։ Այդ պատճառով։ Եթե պետք է ուժեղ Հայաստանը, դիմա ուժեղ Հայաստանը ինչ անի, բան անի,
ոնց կարող այդքան ձայներ հավաքել մանդատների զրկելը շատ դժվար կլիներ։ Ուժեղ Հայաստանն ինչ որ անում, այլ անում է, վրաս չի որ բանը թողել հանգիստ, անում է։ Բայց Գագիկ Ծառուկյանին այդ 4% մի քիչ էսա մի քիչ այն այդ ամեն ինչը բերեց այն հանգամանքին, որպեսզի նաև ինքը դա օգտագործի ժողովրդի մոտ իր քայլերը անցալի դարձնելու համար։ Հիմա Արադ ցեմենտը պետականացնում են, Մուլտիվիլնեսը փաստորեն քաղաքապետարանի կառավարմանն է հանձնվում եւ այն մարդիկ, ովքեր Փաշինյանին են ընտրում, ասում են ընտրել, ասում են շատ լավ է անում։ Իհարկե դա ասում։ Որովհետեւ պետությանն է վերադարձում թալանվածը եւ այլն։ Հիմա ինչու այս սկզբունքայնությունը Փաշինյանը չի գործադրում մյուս գործարանների նկատմամբ։ Նրանք որևէ խախտում չունեն։ Չէ, ոչ չունեն, բոլորը ունեն այն նույն խախտումները մոտավորապես, ինչ որ Գագիկ Ծառուկյանը, բոլորն էլ։ Հետևաբար այս քաղաքականությունը պետք է բոլորովին այլ կերպով իրականացվի։ Ինքը իշխանությունն է եւ ուժ ունի, պետք է բոլոր գործարաններին նախկին մեծարություններին կանչել, ասել, այսքան պիտի տակ պետությանը, վերջ։ Ով չտրես պետությանը դառնում եմ թշնամին։ Այսքանը ձեր ունեցվածքի այսքան մասը, որ ոչ թե արմատախիլ անել, այլ այն մասը, որ մենք մոտավորապես հաշվես ժամանակին շատ եմ այդ թեմայով խոսել, հաշվար կարվել, ենթադրենք թե բոլոր Խաչատուր Սարգսյանը, Սամվելը, Ալեքսանյանը, վերջը բոլորը իրենց ունեցվածքի, ասենք օրինակի համար 70%-ը տալիս են պետությանը։ Բնականաբար իրանք այդքան փող իրենց գտպաներում չունեն, որ հանեն տան, որտեղ գործերի մեջ է, բիզնեսների մեջ է, հաշվարկվում է եւ այլ, տալիս է 10 տարի ժամանակ, այսքան տվեցի, 10 տարին այսքան գումարը, ինչ տոկոսով, հարմար տոկոսով կտաս պետությանը։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը միգուցե առաջարկվել է, բայց չեն կատարել։ Չի առաջարկվել։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը եւ իսը որ տային այդ ամեն ինչը։ Եվ այն ժամանակ, երբ իրանք այդ բիզնեսները ունեին, իրանք այդ բիզնեսները կաշխատացնեին, ի նպաստ իրանց շահի եւ նաեւ դրանից պետությունը կօգտվեր հարկերով եւ այլ։ Իսկ սենց վերցնել հեծը, վերցնել պետականացնել, հետո ինչ անելու։ Սեփականաշնորհելու է։ Ո՞վ է առնելու։ Ո՞վ է առնելու։ Թուրքիայի ինչ-որ բիզնեսմեն, որովհետեւ որևէ լուրջ բիզնեսմեն չի առնի Հայաստանում այս իր բաները տեսնելով։ Թուրքիայի բիզնեսմենը առնելու պետության հովանավորությամբ մեր կախվածությունը որպեսզի ուժեղացնի։ Նույնն միգուցե Արադ ցեմենտի հետ արվի նույն բանը, ով է իմանում, որովհետեւ չի կարա նմանատիպ հիմնարկությունը պետական ստրուկտուրայում աշխատի եւ նորմալ աշխատի։ Դա բացառված է։ Դա անհնար է։ Ուրեմն պիտի մասնավորեցվի։ Մասնավորեցման դեպքում այս ճանապարհն է, բայց արդյոք դա ճիշտ ճանապարհն է։ Արդյոք դա ճիշտ ճանապարհ է։ Ճիշտ ճանապարհը չէ հաշվել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը 1 միլիարդ դոլար, ասել ապա 700 միլիոնը պիտի տաս պետությանը։ Պարոն Սուքիասյան, ձեր մի քիչ է 600 միլիոն պիտի տաս պետությանը։ Դե ո՞ց դեվան են։ Բայց եղի է այտենց։ Այսինքն Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Կարապետյանը իրենց այդ բանը հարստությունը ստեղծել են արդար ճանապարհով, միակ բանը Գագիկ Ծառուկյանը ծիծաղելի է։ Ծիծաղելի է։ Եվ հիմա այսպես վարվելով նա մեսիջ է ուղարկում մյուս գործարաններին, որ եթե դուք իմ դեմ դուրս գաք, քաղաքական հայտ ներկայացնեք, ապա նույնը ձեզ է սպասվում։ Այո, հետո ճիշտ այդ ձևակերպումով։ Եվ նաև խոսենք Ադրբեջանից հնչող հայտարարություններից, թե մեզ հիմա կմեղադրեն, որ մենք անընդհատ խոսում ենք այդ մասին, բայց չեն կարող անտեսել Ալիևի հայտարարությունները, նա խոսում է անկլավների, այսպես կոչված անկլավների մասին, էքսկլավ է անվանում, ասում է պետք է գյուղերը վերադարձնեն մեզ, քննարկումներ պետք է ընթանան, Փաշինյանն ասում է դեռևս համաձայնեցված ոչինչ չկա, բայց խնդիրներ կան։ Ինչ է սպասվում առաջիկայում, կարծում եք, եւ Արցվաշենի մասին, որ այդքան խոսվում էր, Փաշինյանը գալիս էր ազգային ժողով եւ բերում էր քարտեզի հետ այդ փոքրիկ կետը ցույց էր տալիս, ասում էր Արցվաշենը հետ ենք վերելու, հիմա մենք չենք տեսնում այդպիսի հայտարարությունների ինտենսիվություն, արդյոք Արցվաշենը կվերադարձնեն կամ ինչ է տեղի ունենալու առասարակ։ Նա եկել է բանը։ Դուք նկատել եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ներքին համենայնպես բանը խաղարկովի վստահությամբ էր ասում, Արցվաշենը հետ ենք բերելու, Արցվաշենը հետ ենք բերելու։ Մենք հետ բերելու է, իրականում հետ է բերելու։ Բայց դա փոխարեն ինչ է տալու, Տիգրանաշեն եւ մյուսներ։ Ես մյուսների դիրքը չգիտեմ, լավ որ կարողանամ գնահատական տամ։ Տիգրանաշենի դիրքը շատ լավ գիտեմ, որովհետեւ այդ շրջանում եմ ես մեծացել։ Հետևաբար նայեք, եթե երկու պետությունները գնում են խաղաղության, ապա Ալիևին Տիգրանաշենը ինչի է պետք։ Ալիևին Տիգրանաշենը ինչի է պետք։ Մեն ռազմական նպատակով։ Ուրիշ նպատակ չի կարող լինի, որտեղ կտրված է իրանց հողից, մեր հողի մեջ է Տիգրանաշենը
Եվ հետևաբար ինքը սա կուզի մենակ միայն ռազմական նպատակով։ Հետևաբար Ալիևի նպատակը բան չի, խաղաղությունը չի, ասենք չի բավարարում դրանով։ Եվ երբ որ մենք դնում ենք համեմատության մեջ Տիգրանաշենը ձեզ, ուրեմն Արտվաշենը մեզ, Ալիևը կասի վերցրեք։ Բնականաբար Արտվաշենը մենք չենք գնա, չենք երևա ոչ մի ձևով չենք երևա, չենք գնա անդե ապրենք ոչ ռազմական իմաստով, ոչ այնպես, ոչ այնպես։ Իսկ Տիգրանաշենում գբերեն, ասենք բազական դրեն, չգիտեմ ինչ կարան դրեն եւ այլ, եւ որը հսկայական մեր ասես լոգիստիկ հսկայական խնդիրներ կառաջացնի մեր համար։ Երբ որ քննարկումից մեկի ժամանակ եւ խմբակցության անդամ էի դեռ, ես ասեցի, որ պարոն վարչապետ, ես գիտեմ, որ շատ դժվար է լինելու հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա մեզ, պատկերավոր ասած, Արտվաշենը մնա իրանց։ Դա շատ դժվար է լինելու, որտեղ ես վստահ չեմ Ալիևի խաղաղասիրական նկարտումների նկատմամբ վստահություն չունեմ։ Գիտեմ, որ շատ դժվար է լինելու, բայց եկեք այս դեպքում էլ մենք հրաժարվենք Արտվաշենից։ Ասենք Տիգրանաշենը վերցրեք ախպեր։ Արտվաշենից հրաժարվենք։ Ես շատ սարսափելի հանգիստ եմ ասում, բայց շատ սարսափելի միտք եմ ասում։ Ասենք մենք հրաժարվենք Արտվաշենից։ Ինձ ասես պարոն Աղազյան, դուք հանցագործության եք մղում։ Արտվաշենը Հայաստանի բանի հող է։ Ես ո՞նց կարամ ասեմ։ Դուք նաև հրապարակայնորեն եք ասել, ասկան ժողովի անդունից։ Հետո հրապարակային ասում դե պետք է արդեն բանը հալակվի հարցերը գլուխն եք ասել։ Ես այդ իմաստով չեմ ասում, բայց ասածից նպատակը ո՞րն է։ Ասածից նպատակը այն է, որ մենք Մակրոնին, որ բանը Կիլիգան տվեց Թուրքիային, հետո Արցախը տվեց Ադրբեջանին, հիմա դու Հայաստանը բաժանի Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ, Մակրոնին ասենք ախպեր, այս մարդկանց նպատակը լրիվ ուրիշ է։ Այս մարդկանց նպատակը այնպես չի, այստեղ խաղաղություն եւ այլ։ Սա ուզում են մեզ բանը կուտ տան։ Հետևաբար, որ մենք հրաժարվում ենք Արտվաշենից, ենթադրենք հրաժարվում ենք Արտվաշենից, հաջորդ հարցը երբ որ ծառանա, այդ տխրահարճակ փախստականների վերադարձի հարցը, երբ որ ծառանա, այդ ժամանակ Մակրոնին հնարավոր լինի բացատրել։ Մակրոնին պայմանական բան է, բնականաբար Մակրոնը չի։ Արևմուտքի նկատի ունի։ Հնարավոր է բացատրել, որ սիրելի բան արևմուտք, որովհետև արևմուտքը ասում է դու գնա ապրել, ինչ խաղաղություն դու գնա ապրել։ Մենք հասկացնենք, որ էսի այն ծրագրի շարունակությունն է, մենք չենք կարող այդ հաշտվենք։ Այսինքն գոնե այս կորուստով դա դեմը կարողանանք առնենք։ Բայց փաստ չէր, որ ձեր ասածը կգործեր եւ արևմուտքն էլ կասեր, այ որ այդպես է դուք Արցախը տվեցիք, մենք թույլ չենք տա, որ ադրբեջանցիները գան այստեղ ապրեն։ Դե նշանակում արևմուտքը իսկապես բանը հավաքական արևմուտքը իսկապես ինքը Կիլիկյան տվեց Թուրքիային, ինքը Արցախը տվեց Ռուսաստան, բանին Ադրբեջանին, ինքն էլ ուզում է բանան։ Հետևաբար մենք պետք է այդտեղ հետևություն անենք։ Հիմա դուք կարծում եք Տիգրանաշենը տրվելու է Ադրբեջանին։ 1000%։ Եվ ինչ է լինելու։ Արտվաշենը չենք ստանալու։ Կամ կստանանք։ Կստանանք։ Բայց ո՞ւմ պետք է Արտվաշենը։ Արտվաշենը իրաց պետք է։ Հիմա համանազատումը այդքանով կավարտվի, այս զիջումներով այսքանով կավարտվի, թե այլ պահանջներ կան։ Բանը մեր հողատարածքները որ կան Ջերմուկում, այնտեղ Սոցկում, Ադրբեջանի տիրապետության տակ են գտնվում։ Իրանք դա շուտ չեն տա, լավագույն դեպքում եթե տանել 20-30 տարի հետո, եթե տանել, իրանք անդադար կրակը վառ են պահելու։ Պատերազմի կրակը վառ են պահելու, նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրեն, բանման կրակը վառ են պահելու, որ անհրաժեշտ պահի իրենց փորձեն ռազմական ասենք ճանապարհով իրենց հարցերը լուծել։ Հետևաբար մենք պետք է սա էլ հաշվի առնենք։ Եվ մենք ներքին ասենք մեր բանը հարցերը լուծենք, տնտեսական, ռազմական, պաշտպանողական եւ այլ եւ դաշնակիցների հետ կապված պետք է մի քիչ ավելի բան լինենք, այսպես կոչված ռուսերեն բառասեմ կներեք, ռազմորչիվի։ Շնորհակալ եմ։ Զրուցում է ազգային ժողովի դեռևս պատգամավոր Հովիկ Աղազյանի հետ, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։